Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Այսօր մի հատ նյութ կարդացի մեր Արարատի մարզի առաջվա մարզպետ Գարիկ Սարգսյանը մեր երկու ջահել երեխեքի հասցեին ավելի պակաս բան է գրել, որ ինչ-որ վերջի զանգը բանտում կանցկացնեք եւ այլն։ Գարիկ Սարգսյան, արա գոնե դու ձենդ կդրի էլի։ Լուրջ եմ ասում, մի խոսա էլի, вообще խոսալու տեղ չունես։ Ես այսքան ժամանակ լռել եմ, բայց արդեն այն ասում է Ղարաբաղցու ասած պյուլերը կող ես տալիս։ Լսի, գիտես մոռացել են կարա քո պայլաձևը, ոնց Նիկոլի կոչով 100 հոգի մարդ հավաքեցիր, որի 94 հոգին հասավ Արցախ, բերեցիր ընդ անդերը դուրս գցեցիր պատվալները, դու էլ փախար хрен его знает որտե իր պահկվել, գալիս էր մի ժամով տենում էր թե ինչ կա փախնում գնում նորից ինչ-որ գործերով, թողը թռա եկել էր Երևան, նորից քեզ զորով ուժով հետ բերեցին, վաղշը տեղակ երկու զորքը ինչով է զբաղվում, ուր է գնացել, ինչ մարտական խնդիրներ է կատարել, դու 100 հոգի մարդ, 94 հոգի մարդ հրամանատար ես եղել, դու քո զորքով չես զբաղվել, արա, Նիկոլի կոչով մարդկանց հավաքի բերել իր փուրը տայր, ախր խոսալու տեղ չունես, արա դու գոնե ձենդ կդրի, արա, իմացի, ռուսը մեծ լավ խոսք ունի, վլաս էտը ագորեց, մի օր ձեռը տա, մի օր մի տեղը տա, այն են ծարա, որ վաղը չեմ իսորը դու կարանաս, հելն ես պարս ճակատով մանգաս, քո հայրինիքով, քո երգրով, ոչ թե թուքումուր ուտես, Եկքա մարդ ես, արա, եկքա մարդ ես, գոնե աման չես, արա, մենք էլ մտածում ենք կարգի նորմալ մարդ ես էլ նիկոլականների մեջ, դու մի ասա վարակվել ես, իրան Նիկոլից էլ ես վարակվել, մի ուրախացի, շատ մի ուրախ, այդ երեխեքը դուրս են գալու, այդ երեխեքը վաղը չեմ ես որ դառնալու են երկրի ղեկավարներ, խելացիությամբ իրանց, այդ ժամանակ դու տենա ոնց ես իրանց աշկերի մեջ նայել, արա, թե գիտես վсё, նստել ես աթոռին, կլեյով կպցրած է քամակտիկ աթոռին, չմոռանաս, Արցախում դու քեզ վայել ձևի չես պահել, Յանիմ հրամանատարը իր, դրա համար հիմա ձենդ կդրի, լեզուդ կողքի համապատասխան վայր, ու հանգարտ չփորձես այդ 18 տարեկան երեխաների հասցին ավելի պակաս բան գրես, թե չենքան բան կասեմ մեջքիդ վրա շուռ կգաս, չմոռանաս, իմ ու քո հանդիպումը Շուշիքենի դպրոցի մոտ, քո սխալ արած պաստավկեքը, ոնց իր զորքին պաստավկա արել դրոների տակ, շնորհակալություն հարգելիներ, հաջողություն ձեզ։